Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ պարոն Գարեգին Չուկազյանի հետ։ Ողջույն եմ պարոն Չուկազյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Չուկազյան, կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ սոցիոլոգիական հարցումների ինստիտուտը, սոցիոլոգիական հետազոտությունների այսպես ինստիտուտը Հայաստանում կարծես թե բացակայում է։ Համենայն դեպս մենք զգում ենք դրա բացակայությունը եւ դրա կարիքը, ինչու, որովհետեւ մարդիկ ժամանակ առ ժամանակ փոխանակում են իրար հետ այդ նույն հարցերով, թե օրինակ որ մարտահրավերն է Հայաստանի արչեւ ծառացած, որ մարտահրավերն է առավել կարեւոր, առավել անհանգստացնող մարդկանց համար եւ եթե մենք փորձենք այսօր այդ հարցը ձեզ ուղղել եւ ես կարող եմ առաջարկել մի քանի տարբերակ պատասխանի, որ մարտահրավերն է առավել անհանգստացնող կոնկրետ ձեզ համար, բայց կարող ենք եւ դուք ընտրեք առավել անհանգստացնողը, բայց կարող ենք բոլոր այս թվարկածների եւ մի քանի բան էլ դուք ավելացնեք, բոլորի մասին փորձենք խոսել։ Եվ այսպես մարդիկ նշում են սահմաններ անհանգստացնող է այդ դելիմիտացիա, դեմարկացիայի թեման, սահմանների հարցը, ընդհանուր անվտանգությունը, շատերը նշում են որպես շատ խիստ անհանգստացնող հասարակության պառակտվածությունը, տնտեսական վիճակն են նշում, հիբրիդային պատերազմի մասին է շատ խոսվում, ընտրություններից առաջ ես էլ կարող եի ավելացնել, որ բուն ընտրությունները կարելի է դիտարկել որպես էլի մարտահրավեր։ Եվ այսպես փորձենք տեսնել յուրաքանչյուր հարցի շուրջ ձեր կարծիքը։ Կարող ենք սկսել սահմաններից կամ ասենք առաջին հարցը որն է այս իմ թվարկածից, կամ գուցե դուք մի բան էլ ավելացնեք եւ հենց դա մատնանշեք, առավել անհանգստացնող այսօր։ Բարև ձեզ եւ ուրախ եմ նորից ձեր ստուդիայում գտնվելու համար։ Ուրեմն ես երկու պատասխան ունեմ։ Առաջինը դա հայացք է դրսից։ Գիտեք, որ Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային միջազգային հաստատություն կա եւ այս հաստատությունը վերջերս իր խորը մտահոգությունը հայտնեց Հայաստանում այն բռնաճնշումների առիթով, որին ենթարկվում է հայոց եկեղեցին եւ իրենք դա զարմանալի զուգահեռներ էին անցկացրել 1915 թվականի մեթոդների հետ եւ շատ զարմանալի էր, որ դա օտարներն են այդպիսի բան գնահատում եւ նկատում մարտահրավեր, ինչպես դուք եք ասում եւ իրենք նկատում են, որ մեթոդների իմաստով ինքնությունը ոչնչացնելու առումով այն ինչ որ արվեց 15 թվականին, երբ որ երկրի ժողովրդի առաջնորդները այն մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, որոնք կարող են դիմադրություն կազմակերպել, որոնք կարող են համախմբել ժողովրդին, նրանց սկզբից նրանց նկատմամբ վարկաբեկման եւ հետո նաեւ ճնշումների գործողություններ ձեռնարկվեցին, հետո նոր դրանից հետո սկսվեց բուն գործողությունը։ Եվ իրենք ասում են, որ այն ինչ որ կատարվում է ինքնության դեմ այս պատերազմը, որը Հայաստանում տարվում է հիմա, նպատակ ունի արմատից կտրելու, առաջնորդությունից, հիմքից կտրելու ինքնությունը, դա հոգևոր առաջնորդությունն է ժողովրդի, որոնք եւ այն մարդիկ են, եւ այն հաստատություններն են, որոնք մեր կարելի ասել դարավոր պատմական հիշողության մարմնավորումն են եւ իրենց վարկաբեկելով եւ ճնշումների ենթարկելով դու փաստորեն դիմադրության հնարավորությունը հենց սկզբից կանխում ես ինքնության դեմ ձեռնարկված հարձակման։ Հիմա եթե դա նայեք իրականում որևիցե այլ հաստատություն մեր պատմության մեջ արդյոք մենք ունեցել ենք, որը շարունակաբար ամբողջ պատմության ընթացքում պահպանվել է ազգային իմաստով։ Դա միակ ինստիտուտն է, որը մենք ունենք, դա մեր եկեղեցին է, որ իր ղեկավարությունը մենք գիտենք 132
ղեկավարներ են ունեցել, հաջորդաբար լավ կամ վատ, բայց հաստատությունը ինքը հավաքական ամբողջություն է ապահովել այս վերջի 1600 տարիների ընթացքում։ Ոչ մի ուրիշ ինստիտուտ, ոչ ազնվականությունը, ոչ թագավորությունը, ոչ պետականությունը այդ ամեն ինչը չեն կարողացել ինքնությունը այդպես պահպանել, ինչպես այս հաստատությունը։ Եվ հիմա մենք ականատես ենք եղել 20-րդ դարում հարձակումների, չէ՞, եւ Թուրքիայի կողմից Օսմանյան եւ Ստալինյան բռնաճնշումները հոգեվորականության եւ եկեղեցու նկատմամբ, բայց չեն հաջողել, երկուսն էլ չեն հաջողել։ Սա երրորդն է, 100-ամյակի ընթացքում երրորդն է։ Հիմա սա էլ չի հաջողելու իհարկե, բայց որպես մարտահրավեր, եթե մենք հենվենք արդեն էքսպերտների գնահատականի, միջազգային փորձագետների, ոչ հայ փորձագետների գնահատականի վրա, սա լուրջ մարտահրավեր է հայ ժողովրդի ինքնության համար։ Սա ուրեմն առաջին պատասխանն է։ Երկրորդ պատասխանը այստեղ դուք երկու պատասխան ոնց որ թե տվեցիք, մեկը հարցակում ասացիք եկեղեցու վրա, երկրորդը գլխատում կարող ուժերի, մտածող ուժերի։ Ես այդ ամբողջը մեկ ամբողջություն եմ համարում, այն իմաստով, որ հոգևոր, բարոյական, այսպես ասած, առաջնորդության դեմ է այս ամեն ինչը կատարում, որ չառաջանա որևիցե մի կետ, կենտրոն, որի շուրջ կարողանա համախմբել ժողովուրդը, որտեղ մնացած հաստատությունները արդեն վարկաբեկված են, մեր պետականության ինստիտուտները վերջի 30 տարիների ընթացքում այնքան են վարկաբեկվել, որ ժողովուրդը վստահություն չունի։ Հիմա միակ հաստատություն ազգային, որի նկատմամբ մենք գիտենք, որ նույն սոցիոլոգիան ցույց է տալիս 70% վստահություն ունի եկեղեցու նկատմամբ, անգամ ոչ հավատացյալների մասին է խոսքը այստեղ, որտեղ 70%-ը չի էլի։ Եվ այսպիսի այս պատկերը, ինչ որ մենք ունենք, մենք տեսնում ենք, որ սա հարցակվել են ամենակարևոր կետի վրա, որը կարող է համախմբում ապահովել ազգային։ Բայց ես սա առաջի պատասխանս էր, ես երկրորդ պատասխանը կուզեի ավարտել, հետո դուք կարող եք շարունակել։ Ուրեմն երկրորդը դա ես ուզում եմ հիշել մեր ազգային էպոսը, Սասնա Դավիթի այդ ճյուղը, որտեղ Դավիթը փոսն է ընկնում, հիշում եք։ Եվ այդ փոս ընկած վիճակում ուրեմն Ձենով Օհանը երազ է տեսնում, որ Սասնա աստղը մարում է, Մսրա աստղը բարձրանում է։ Եվ զարթնում է, կնոջն է զարթնացնում, կինը ասում է վատ երազներ ես տեսել եւ այլն, բայց ինքը փաստորեն հավատում է այդ երազին, բարձրանում է եւ մի սարի ծայրից կոչում է Սասնա Դավիթին, ասում է Դավիթ, ասում է հիշիր Մարութա բարձր Աստվածածին, հիշիր խաչ պատերազմին եւ ասում է թափ դուր քեզ։ Եվ այդտեղ հիշում եք, չէ՞, այդտեղ սկսվում է Դավիթի փաստորեն այդ փոսից դուրս գալու դրվագը։ Եվ էլի դրվագ կա, որտեղ Դավիթը արդեն կյանքի վերջում նկատում է իր աջ բասկի վրա խաչ պատերազմի մթագնելն ու սևանալը։ Եվ հասկանում է, որ ի վերագնահատում կատարի իր արածների, իր կյանքի եւ այլն։ Ես կարծում եմ, այս երկրորդ խնդիրը խաչ պատերազմի մթագնելը, դա այն այսպես ժողովրդական լեզվով արդեն ասած մարտահրավերն է, որը մեր ժողովրդի առաջ կանգնել է։ Այո, խաչ պատերազմին մթագնել է, եւ մենք մոռացել ենք, մենք պիտի հիշենք այդ խաչ պատերազմի մասին։ Հիմա ինչ է դա։ Ես փոքր էի, երբ որ հայրս իմ համար կարդում էր Սասնա ծռերը, իմ համար հասկանալի էր, ասենք թուրք եծակին շատ հասկանալի պատկեր է, հրեղենզին, չէ, մենք էլ հրեղեն տարում ենք ձիու, չէ, ապրում, էլի հասկանալի պատկեր է, բայց խաչ պատերազմին ինչի մասին էր, ես այն ժամանակ լավ չէի հասկանում, դա ինչ բան է այդ խաչ պատերազմին։ Իրականում, երբ որ մեծանում ես, սկսում ես հասկանալ, որ դա ոչ թե այս պատերազմ ասածը այստեղ ոչ թե անպայման մարտական այդ գործողությունների մասին, այլ արժեքներին հավատարիմ լինելու եւ այդ արժեքների համար պայքարելու, այսինքն ուրիշ խոսքով ասած Աստծո հետ խաղաղություն ունենալու նախ եւ առաջ,
ներքին խղճի հետ խաղաղություն, հաշտություն ունենալու մասին է, որից հետո դու կարող ես հավաքվել, մոբիլիզացվել, բայց երբ որ դու կորցնում ես կապը քո արժեքների հետ, քո իմաստի հետ, գոյության, քո առաքելության հետ, քեզ ոչ մի բան չի օգնի, ոչ մի բան, ուզում ես թուրքեծակին ունենաս, ուզում ես հրեղենձին ունենաս, ինչ ուզում ես ունենաս, եթե այդ կորցրել ես, ոչինչ չես կարող հետ բերել, իսկ եթե դա վերականգնում ես, մնացած ամեն ինչը կարող ես վերականգնել։ Այսպես պատասխան, երկու տարբեր պատասխաններ ձեր հարցին։ Ուստի այս երկրորդ հատվածով փորձեք ձևակերպել այսօրվա իրականության մեջ, երբ որ անընդհատ մենք լսում ենք խաղաղության մասին, հա, խաղաղություն, որ այս ամեն ինչը խաղաղություն է, գիտեք ինչ, այդ խաղաղությունը նախ եւ առաջ սկսվում է Աստծո հետ խաղաղությամբ։ Եթե դու ներքին խաղաղություն չունես, այդ արտաքին բանը շատ անկայուն, անվստահ վիճակ է, որտեղ դու չես կարող երբևիցե հենվել այդ արտաքին բաների վրա։ Իսկ երբ որ այդ ներքին բանը ունես, ներքին հաշտությունը ունես, դու այդ դեպքում դու կարող ես նաև սուր վերցնել ամեն ձևի։ Նախ եւ առաջ այդ սուրը, որի մասին Քրիստոսն էլ է ասում է, ես ձեզ խաղաղություն չեմ բերում, ես ձեզ սուր եմ բերում, բայց սուրը ոչ թե բերում է, որ իրար մորթեն, այլ սուրը կեղծիքի, ստի, անարդարության դեմ է նախ եւ առաջ։ Եվ եթե դու հրաժարվում ես այդ խաղաղությամբ ծածկում ես այդ չարը, հա, փորձում ես կեղծել, կեղծիք ստեղծել, այդ կեղծիքը ոչ մի կայունություն չի կարող ունենալ, վաղ թե ուշ բացվելու է։ Եվ մեր այս իրականությունը կեղծիքի իրականություն է, որտեղ այս ամեն ինչը կեղծիքի վրա է հենված, հա, որ հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ է, 4 կողմը փոթորիկ է Հայաստանի, 4 կողմը, որ կողմ ուզում եք նայեք։ Այդ փոթորիկների մեջ դու նախ եւ առաջ ներքին խաղաղությունը պետք է վերականգնես, որից հետո համախմբում կլինի այդ արժեքների շուրջ, ոչ թե մենք միավորվենք ինչ որ ամբողջ պառակտումը վերացնենք կեղծ ձևով, որտեղ այդ կեղծիք է, պառակտում մեր հարևանների հետ, պառակտում մեր մեջ, այդ կեղծիք է, այդ մենք այդ խաղաղությամբ ծածկում ենք այդ չարիքը, մենք հո գիտենք, որ արդեն կողքից ասում են, չէ, որ մենք Արևմտյան Ադրբեջան է սա, բոլորը գիտեն դա, չէ, բայց ծածկում են, չէ, ծածկում են այդ թեման, ասում են, չէ, հիմա արդեն բենզին ենք բերում, ամեն ինչ լավ է, տեսք, բենզինը էժանացավ, հա, բայց տակը ուրիշ բան կա, չէ, կախում է առաջանում, չէ, նոր կախում է առաջանում թշնամուցդ, դու նոր կախում ես ստեղծում թշնամուցդ, որ հետո ինքը դրա դեմ պիտի հարցնես, ինչ է պահանջում, այդ որ էժան տալիս է քեզ, դիմացը քեզնից ինչ է ուզում։ Այսինքն, որպես մարտահրավեր, եթե փորձենք ձևակերպել, ես ասեմ, դուք համաձայնվում եք կամ խմբագրում եք իմ ասածը։ Ինքնախաբեությունն է մարտահրավերը կամ թույլ տաս, եթե ինքդ քեզ չես խաբում, թույլ ես տալիս, որ քեզ խաբեն։ Իրականում դու գնում ես էլի նորից ինքնախաբեության, եթե աչքերը կապում ես։ Այո, դա մարտահրավեր է։ Այդպես էլ կարող է։ Խաբեությունը եւ որը բերում է ինքնախաբեություն։ Երբ որ դու չես ուզում, այո, երբ որ չես ուզում այդ տեսնել ներքին այդ խիղճը քո, որ մթագնել է, հա, որ դու չես կարողանում այդ քեզ թույլ տաս այդ համարձակությունը։ Հենց այդ համարձակությունը թույլ ես տալի քեզ, երբ որ դու համարձակ ձևով սկսում ես այդ ճշմարտության ու արդարության անունից խոսել, ուժերը գալիս են քեզ։ Թե ինչպես են գալիս, այդ ամբողջ գաղտնիքը դրա մեջ է, մեր ամբողջ պատմության գոյատևման գաղտնիքը, ով ասես եղել է, ինչ մեծության չարիք ասես, որ պատմության մեջ եղել է, մեր վրայով եկել անցել է, բայց մենք ինչ որ ձևով մնացել ենք, չէ՞, ինչի հաշվին ենք մնացել։ Իհարկե, որ ասում ենք մնացել ենք, մենք կորուստների շնորհիվ ենք նաև մնացել, չէ՞, որովհետև մեզնից պոկվել են, մեր ժողովրդից ահագին պոկվել են, կրոնափոխ են դարել, թրքացել են, դարել են ամեն տեսակ ազգի ներկայացուցիչ, չէ, կորել են։ Քչանալու հաշվին ենք։ Այո, բայց չէ որ այդ չարիքն էլ աշխարհում, եթե մենք նայենք, չի վերացել, շատացել է եւ հիմա աշխարհում ոչ միայն հայ ժողովրդի պայքարն է այստեղ քաղաքակրթական լրջագույն ժամանակ ենք ապրում, քաղաքակրթական ուժեր են բախվում աշխարհում։ Մենք պետք է հասկանանք այդ արժեքներով ում հետ ենք ռեզոնանսի մեջ մտնում։ Աշխարհի որ ուժերն են, որոնք իսկապես հարազատ են մեզ,
որոնք այն արժեքների կրողներն են, որոնք մենք ենք, եւ դրանց հետ մտնենք դաշնակից հարաբերությունների մեջ։ Այս խնդիրները իհարկե եւ քաղաքական խնդիր հարթության մեջ են արտացոլվում, եւ քաղաքակրթական հարթության մեջ են արտացոլվում։ Այստեղ միայն քաղաքականը չի։ Դրա համար մենք պետք է շատ լավ կարողանանք մեր ազգի առաջնորդությունը, այո, հոգևոր, մտավոր առաջնորդությունը պիտի այն բարձր մակարդակում լինի, որ կարողանա մեր ժողովրդին այդ լույսը տալ, որտեղ պետք չի սպասել, որ մեր ժողովուրդը պիտի այդ ամեն ինչը տեսնի, որովհետև ժողովուրդը ինքը, այո, ինքը երեխայի նման է այդ շատ առումներով եւ իր ընտրախավը, որը որ պիտի իրանից առաջանա, պատասխանատվություն պիտի ունենա այդ ժողովրդի առաջ, ինչպես ընտանիքի հայրերն են ունենում պատասխանատվություն ընտանիքի առաջ։ Հիմա փորձեմ ձևակերպել ինքնախապեյություն, որը պետք է որպեսզի դա կարողանանք հաղթահարենք, պետք է չհանդուրժենք, որ մեզ խափեն կամ ինքներս մեզ խափենք։ Առաջի արժեքներին հավատարմություն, այդ արժեքների հարցին որոնում առաքելության, որը որ դու ներքին առաքելություն եւ արտաքին առաքելություն, որ այս տարածաշրջանում դու առաքելություն ունեցող ժողովուրդ ես, եւ այդ իմաստով Աստված քո հետ է։ Պարոն Ջուկազյան, չհանդուրժելուց հետո գալիս է պայքարը, փոսից դուրս գալու դուք պատկերը նկարագրեցիք, այդ փոսից դուրս գալու կամքը, գիտակցումը, հավատը, գիտակցումը եւ սկզբից գիտակցումը, հետո հավատը, որ դու կարող ես, կամքը եւ դուրս ես գալիս։ Այո, որտեղ կամքը առաջանում է միայն այն ժամանակ, երբ որ արժեքները սկսում են այդ սևացած վիճակից փայլել։ Դուք ասացիք Սասունցի Դավթին կանչելով, խոսելով, արժեքները, այն արժեքները, որով նա պետք է ուժեղանար եւ որը պետք է իրեն ուժ տար, դրանով զինվելով դուրս գար։ Մի խոսքով դա խաչ պատերազմի հիշելու այդ կոչն է, որը Ձենով Օհանը ասում է, հիշիր խաչ պատերազմը։ Մենք չենք հանդուրժում, մենք փորձում ենք պայքարել։ Առաջինը պայքարի ձևերը, երկրորդը դուք ասացիք դաշնակիցներ պետք է ունենաս։ Բայց չէ որ այս վերջին, չգիտեմ, 1-2 տարի է, համենայն դեպս այդքան եմ ես հիշում, գուցե ավել, հենց այդ թեմայի շուրջ է հիմնական այդ պառակտվածություն մասին, որ խոսում ենք, այդ հարցն է։ Ով է քո դաշնակիցը, ով է քո ընկերը, ով է քո թշնամին։ Գուցե տեղերով փոխվել են, դա էլ ենք հասկացել։ Բայց այդ դաշնակցի, որի մասին դուք ասում եք, ում հետ ես գնում կամ ով է քո կողքիդ կանգնած, ում հետ ես թիկունք գնում, այդ հարցն է պառակտում մեր հասարակությանը։ Գուցե այդտեղ ենք մենք խճճվել։ Այստեղ ոչ միայն հայերն են խճճված, ամբողջ աշխարհում այդ խճճումը կարող եք նկատել։ Բոլոր մեր շրջապատի բոլոր երկրները խճճված են։ Այնպես չի որ սա նորից եմ ասում քաղաքակրթական անցում է, մարդկության անցումն է եւ բոլոր երկրներում բուրն բևեռացված հասարակություններ ենք տեսնում, որտեղ ամեն տեսակ ընդհարումներ են տեղի ունենում։ Միացյալ Նահանգներ կլինի, Ռուսաստան կլինի, Իրան կլինի, մեր 4 կողմ, Թուրքիայում նույն վիճակն է։ Այստեղ նորից արժեքների քաղաքակրթական մակարդակն է արժեքների եւ այդտեղ մենք պետք է հասկանանք մեր ճանապարհը որն է, մենք որ քաղաքակրթությանն ենք պատկանում, իսկ այդտեղ ես կարծում եմ շատ կարեւոր է նկատել, որ ամբողջ այսպես աշխարհում եվրոպական եւ նաեւ Ռուսաստանում, չէ, քրիստոնեության վերածննդի նշաններ են տեղի ունենում։ Վերածնունդ, որը որ չեմ կարող ասել, որ ինքը ավանդական ձևով է լինելու, մեր եւ հայ եկեղեցին եւ մյուս եկեղեցիները լուրջ ճգնաժամի մեջ են համաշխարհային, բայց այդ որոնումը գնում է։ Այդ որոնումը գնում է նորանալու, հոգեվոր նորանալու խնդիրը կա։ Եվ նույն խնդիրը կա մենք որպես սահմանային ժողովուրդ, որը իսլամական քաղաքակրթության սահմանին ենք գտնվում, մենք միշտ կատարել ենք միջնորդի, որպես արևելյան քրիստոնյաներ, միջնորդի դեր ենք կատարել քաղաքակրթական։ Եվ մեր համար խնդիր չի եղել դարեր շարունակ, թե մահմեդական արաբների, թե Իրանի ժողովրդի հետ խնդիրներ չէ։ Մեր խնդիրը դա Թուրքիայի հետ է, որը ցեղասպանության վերածվեց։ Եվ այստեղ պետք է էլի հարազատ մնալ քո տեսակին, հարազատ մնալ եւ ինքնախարազանումով չզբաղվել, թե մենք էինք պատճառը, որ մեզ ցեղասպանության ենթարկեցին։
Այդ հանցագործությունը կատարվել է եւ այդ հանցագործության համար զոհերին չի կարելի մեղադրել, ինչպես որ մենք լսում ենք այսօրվա Հայաստանի ղեկավարության կողմից։ Այս խնդիրը քրիստոնեության եւ նաեւ քրիստոնյա եւ իսլամական աշխարհի մեջ միջնորդության խնդիրը հայ ժողովուրդ դարերի ընթացքում եղել է այդ ծիրի մեջ եւ հաջող է եղել։ Հիմա նորից նույն խնդիրը կա։ Տեսեք, հիմա մենք գտնվում ենք հենց այս 26 թվականի փետրվարի շեմին լուրջ փոփոխությունների շեմին մեր տարածաշրջանում Իրանի հետ կապված։ Եվ մեր համար հսկա մի կողմից մարտահրավեր է, մյուս կողմից էլ մեծ հնարավորություն այն ծուղակից, այն փոսից դուրս գալու համար, որի մեջ հայտնվել ենք մենք քաղաքական իմաստով։ Որովհետև այս թուրքական ծրագիրը, որը հիմա իրականացվում է, Հայաստանում եւ այսօրվա ադմինիստրացիան պատճառն այդ թուրքական ծրագիրը իրականացնելուն է լծված, ինքը շատ արագ փոխվելու է, որովհետև մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք որ Իրանում հիմա փոփոխություններ են ուզում, նրանք չեն ուզում որ քանդեն այդ երկիրը։ Հակառակ դեպքում կռմբակոծեին բան չէ, այդ ամեն ինչը կարելի է շատ ուրիշ ձևի պատերազմը, բայց այնտեղ ռեժիմի փոփոխության խնդիր է դրվում, որ երկրի ինքնիշխանությունը պահպանվի, տարածական ամբողջականությունը պահպանվի, որովհետև այն կոնստրուկցիան մերձավոր արևելքի, որում մենք կանք, այնտեղ հակասությունները կխորանան շատ մեծ չափով նույն Թուրքիայի եւ նույն Իսրայելի միջև։ Շատ ծայրահեղ ձևով արդեն մենք տեսնում ենք, չէ՞, Թուրքիան, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ դաշնություն է ստեղծել ռազմաքաղաքական կամ ստեղծման ընթացքի մեջ է եւ դրանից տուժում է նույն Իսրայելը, որը Հնդկաստանի հետ փորձում է նոր առանցք ստեղծել։ Այսինքն Իրանի փոփոխությունը, Իրանի իշխանության փոփոխությունը հանգեցնելու է Աբրահամյան համաձայնագրերի մեջ Իրանին հրավիրելուն եւ սրա մասին Թրամփը արդեն իսկ հայտարարել է։ Չի երբևիցե դուք լսել եք, որ Թրամփը ասի, որ Թուրքիան հրավիրվում է Աբրահամյան համաձայնագրերի։ Չէ, չեք լսել այդպիսի բան։ Բայց տեսեք, Ղազախստանը արդեն համաձայնվել է։ Ադրբեջանին առաջարկել են, Ադրբեջանը հրաժարվել է։ Ուրեմն այստեղ պետք է ավելի լավ կարողանալ տեսնել, որ այս նոր առաջացող աշխարհաքաղաքական ճարտարապետության մեջ հնարավորություններ են բացվելու Հայաստանի համար։ Հնարավորություններից կարելի է օգտվել, եթե դու պարզապես դիտող չես։ Իսկ գուցե դու միայն դիտող ես եւ այդ դիտող լինելով քամիները կգան, կգնան, համաձայն ձերդ համաձայն եմ։ Այստեղ դիտող լինել չի կարելի, այստեղ չի կարելի ասել, թե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որովհետև քաղաքականությունն է զբաղվելու քեզնով, եթե դու չես զբաղվելու իրենով, եւ մենք պիտի ակտիվ լինենք եւ պիտի ստեղծենք Հայաստանում քաղաքական դաշտ, որը ամայացած է։ Հայաստանում քաղաքական դաշտը ոչ միայն քաղաքական դաշտն է ամայացած, այլև հիմա անցել են ամայացնելու ազգային հաստատությունները, ինչպես օրինակ եկեղեցին։ Դրա համար քաղաքական դաշտի ծնման համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ անցումային շրջանը, որը պիտի լինի քաղաքական դաշտը վերականգնելու համար, պիտի լինի ուժերի են համախմբվածությամբ ազգային ազատագրական ուժերի, որոնք հասկանում են, որ մենք հիմա օկուպացված վիճակում ենք գտնվում։ Այդ օկուպացված վիճակից դուրս գալու համար պիտի համախմբում առաջանա։ Համախմբումը ինչի շուրջ պիտի առաջանա։ Ես կարծում եմ, որ այսօրվա միակ այն հաստատությունը, որը մենք ունենք, դա մեր եկեղեցին է։ Դրա շուրջ կարող են քաղաքական տարբեր պատկերացումներ ունեցող ուժեր համախմբում ստեղծել։ Եվ դրանից հետո համաձայնության գալ, որ այո, անցումային շրջան է պետք լինելու մեզ, որից հետո կարող ենք նոր ձևով վերացկսել մեր ազգային պետական կյանքը, որտեղ մեր ազգային պետական կյանքը այսօր սննկացած վիճակում է։ Այսօր մեզ որպես օբյեկտ ոչ ոք չի ընդունում։ Մեզ ընդունում են որպես սուբյեկտ, եւ դա արտահայտվում է բազմաթիվ ձևերով։ Սա սուբյեկտի վարքագիծ է։ Ձեզ կասեն Վենսն է գալիս է որպես սուբյեկտի, ինչպես որ Վենսից առաջ հիշում եք դեմոկրատների ժամանակ Հայաստան եկավ Նենսի Փելոնսին, չէ՞, պատահական չէր, չէ՞, այդ այցելությունը։ Հիշում եք Երևանում ինչ հայտարարեց նա։ Նա ասաց, որ Թայվանը, Ուկրաինան եւ Հայաստանը մեր համար ամենակարևոր կետերն են, չէ՞։ Հա, Միացյալ Նահանգների էլիտայի համար սա ոչ թե Հայաստանը, այլ ամբողջ հարավային Կովկասը
դա Եվրազիայի ամենակարևոր կետերից մեկն է։ Իրենք կետ են դիտում, ամբողջ Հարավային Կովկասը իրենց համար մի կետ է։ Եվ այդ կետի համար իրանք ունեն իրենց ռազմավարությունը, որը կապված է Չինաստանի հետ իրենց հարաբերություններում այս տարածաշրջանի կարևորության հետ։ Եկեք այս մասին անպայման այդ ռազմավարության մասին եւ Միացյալ Նահանգների, դուք ասում եք Միացյալ Նահանգների էլիտայի, բայց եթե մենք տեսնում ենք դեմոկրատները փոխվեցին հանրապետականներով եւ ռազմավարությունը մնաց նույնը, մենք իրավունք ունենք ասելու, որ դա Միացյալ Նահանգների Իհարկե, Չինաստանի հանդեպ Այս թեմային մենք կանդրադառնանք ավարտելով առաջինը այդ մարտահրավերների հետ կապված եկեղեցու մասին եք դուք անընդհատ մատնանշում եք, ասում եք դա մեծ խնդիրն է այսօր, բայց դուք գիտեք նաև որ կարծիքները կիսվում են, ես կուզեմ ձեր դիրքորոշումը, դուք գիտեք որ ասում են այն ինչ կատարվում է ոչ եկեղեցու դեմ է կատարվում, այլ եկեղեցու որոշ սպասավորների դեմ, որոնք իրենց լավ չեն դրսևորել, որոնք ինչ որ խախտել են կանոններ են խախտել եւ այլն։ Դուք ինչու եք անընդհատ ասում, որ եկեղեցուն է հարվածը ուղված, այլ ոչ թե առանձին անհատների։ Այս հարցի պատասխանն էլ տվեք։ Այո, այստեղ նախ այո Այն որ եկեղեցին հիվանդ է, այստեղ երկու կասկած լինել չի կարող, ինչպես եւ ամբողջ ժողովուրդն է հիվանդ, որտեղ եկեղեցին ժողովուրդն է ի վերջո։ Եվ այդտեղ լուրջ անելիքներ կան, բայց առաջարկվող բուժումը հիվանդությունից ավելի վատ է, որովհետեւ առաջարկողը նախ պետությունը չի կարող լինել, պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցական կրոնական այդ գործերին։ Եվ այն ինչ որ ընտրողական քրեական գործեր են ինչ որ մարդկանց նկատմամբ հարուցվել, չէ՞, մենք չգիտենք որ ինչ հանցագործներ են ազատ շրջում Հայաստանում, հա, այդ ուրեմն այդ բոլոր հանցագործները մոռացանք, հա, քրեական ամենածանր ընտրողական գործերը, ասենք հոգևորականների նկատմամբ, հա, սկսվեց եւ բոլորի ուշադրությունը շեղում են դեպի դա ուրիշ հանցագործներ չկան քրեական։ Բայց եթե ուրիշ հանցագործներ կան եւ այնտեղ էլ խնդիր կա, եւ հետո այն խնդիրը որ դու ինչով ես փոխարինում, հա, ով պիտի փոխարինի ում, հա, այդ ամբողջ հարցերը բոլորը գիտեն, չէ՞ որ երկկողմանի այնտեղ էլ խնդիրներ կան։ Ուրեմն այստեղ կեղծիք է, որ դու ուզում ես բարելավում անես, դու իրավունք չունես, ոչ բարոյական, ոչ օրինական, սահմանադրական իրավունք չունես խառնվելու այդ գործերին։ Որ այնտեղ խնդիր կա այդ 100%, որ այնտեղ պիտի շատ լուրջ բարեփոխումներ լինեն եկեղեցու հետ կապված, հստակ այդպես է։ Այսինքն, այսպես ձևակերպեմ, օրենքի խախտում, եթե կանոնակարգի խախտումը անվանենք օրենքի խախտում, եթե կանոնակարգի խախտում է եղել եկեղեցում, օրենքը խախտելով օրենքի խախտում չի կարելի շտկել։ Իհարկե, եւ այստեղ ես արդեն Լեմկինի ինստիտուտի այդ մտահոգությունները ասեցի, որովհետև սա հստակորեն արտաքին օրակարգի սպասարկում է, որովհետև մենք գիտենք, չէ, որ եկեղեցին ռևանշիստական կառույց է հայտարարված Ադրբեջանի կողմից, չէ, եւ այստեղ էլ այդ եկեղեցու դեմ հարձակում է սկսվել։ Այսինքն այստեղ հստակ տեսնում ենք, որ սպասարկում է արտաքին օրակարգը, պառակտել եկեղեցին, զրկել իրեն այդ հեղինակությունից, վարկաբեկել, ժողովրդի մեջ հուսահատությունը տարածել, այս ամեն ինչ կատարվում է, բայց ես չեմ կարծում, որ եթե Ստալինին չի հաջողվել, եթե Օսմանյան Թուրքիային չի հաջողվել, Նիկոլենց հաստատ չի հաջողվել։ Որպեսզի այս հատվածը մեր հարցազրույցի ավարտենք, երևի այսպես քանի որ դուք նաև Սասունցի Դավիթը հիշեցրեցիք եւ պատկերավոր ներկայացրեցիք այսօրվա խնդիրները, որոնք այսօրվա չեն բնավ եղել են միշտ եւ կարողացել է հայ ժողովուրդը հաղթահարել, եւս պատկերավոր մի բան առաջարկեմ ձեզ, առաջարկանեմ։ Փարոս, եթե համարենք մեծ օվկիանոսի կամ ծովի մեջ ենք եւ կա մեկ փարոս, դա դուք կարող եք ասել արժեքներ, դա դուք կարող եք ասել գաղափար ազգին միավորող, բայց փարոս կարող եք ասել ինչը կարող է հանդիսանալ փարոսի դերում, որպեսի ամբողջ հայ ազգը գնա դեպի այդ լույսը մթության մեջ։ Այդ ես չեմ ասել, Կոստան Զարյանն է ասել, այդ փարոսը Արարատ լեռն է եւ ինքը Արարատյան մարդու մասին էր խոսում, Արարատյան մարդու, որը
իր մեջ այդ նորացումը ունի, որովհետև ինքը երբ որ քրիստոնեական գիտեք որ իրենք դեռևս 14 թվականին Պոլսում Մեհյան ամսագիրն էին հրատարակում Դանիել Վարուժանի, Օշականի եւ Սիրունու հետ եւ այնտեղ այդ Մեհյանը եւ Հեթանոս երգերի շարքը Վարուժանի եւ այլ այդ հեթանոսությունը շատերը խառնում են, կարծում են որ այդ շարժումը որ կար հեթանոսության հետ կապված կրոնական վերածննդի խնդիր էր դնում հեթանոսության եւ ժխտելու քրիստոնեության հավատքը, այդպես չէր Կոստանց Զարյանի եւ այդ հեթանոս շարժման առսարակ այդ շարժիչ ուժը դա այն էր որ իրենք խոնարհումը քրիստոնեական խոնարհումը որպես ինքնալքում մերժում էին իրենք երբեք չէին ընդունում ասում էին որ քրիստոնեությունը դարերի ընթացքում կտրվել է արմատից հողից իսկ այդ հողը հեթանոսական բնազդն է բնության կյանքի հողի մարմնի նկատմամբ եւ այդ ամեն ինչը պետք է վերականգնել որովհետեւ այդ բնազդը ուժ է տալիս եթե այդ բնազդը առանց այսպես ասած քրիստոնեության կույր ուժ է բայց քրիստոնեությունն էլ առանց այդ կապի այդ հողի հետ ինքը հոգի է առանց ուժի եւ իրենց այդ շարժումը վերածնման շարժում էր որպես այդ ամբողջացնելու ոչ թե սինթեզման մասին էր խոսքը, որտեղ իրենք չէին մերժում քրիստոնեական կրոնը, հավատքը։ Եվ ոչ էլ ասում էին, որ պետք է մենք հիմա նոր կրոն ստեղծենք հեթանոսական, բայց իրենք ասում էին, որ այդ բնազդը, որ մեր ժողովուրդը ունի, պետք է արտնացնել։ Նույնը Կոմիտասի մոտ էր, երգերը, եթե նայեք Կոմիտասը ասում է, չէ, հեթանոս մեր հեթանոսական ժողովրդական երգերի եւ հոգեվոր երգերի միջեւ հակասություն չկա, մեկը մյուսի շարունակությունն է եղել եւ իր ամբողջ աշխատանքը հենց այդ ամբողջացման վրա էր, կենթանացրեց մեր ժողով երաժշտությունը Կոմիտասը իր գործով։ Նույն այդ շարժման մի ուրիշ այսպես երեսն էր։ Հիմա նույնը մենք քանի որ պատմական սառեցում է եղել այդ կոմունիստական տարիներին, մենք կտրվել ենք այն որոնումներից, որը որ 19-րդ դարում մեր մտավորականները եկել հասել էին այն լուծումներին, որը պետքա լիներ մեր ժողովրդի համար։ Եվ դա արարատյան մարդն էր։ Արարատը ինքը այդ իմաստով որպես խորհրդանիշ մի կողմից հենվում է հողի վրա, այդ հեթանոսական բնազդի վրա, մյուս կողմից բարձրանում է դեպի երկինք, դեպի վերև, եւ այդ բարձունքը մարդը այս երկուսի արանքում է, դեպի վեր իր սլացքի մեջ։ Դրա համար եթե դուք որպես սիմվոլ ինձ հարցնեք, դա Արարատ լեռն է։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գարեգին Չուքազյանի հետ, ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի անդամ։ Պարոն Չուքազյան, մեր հարցազրույցի այս հատվածում մենք խոսելու ենք այսօրվա իրադարձությունների մասին կամ սպասվելիք իրադարձությունների մասին։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելելու է եւ Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին շատ է խոսվել, բայց այժմ մենք ընդհանուր ձեր օգնությամբ փորձենք պարզել, թե ինչ նպատակով է գալիս այնուամենայնիվ Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Ես արդեն հիշատակեցի, որ նախորդ ադմինիստրացիայից Նենսի Փելոսի այցելությունը Հայաստան եւ համեմատեցի, որ նմանություն կա։ Ես հիշեցնեմ, որ Նենսի Փելոսին Հայաստան այցելեց իր աղմկահարույց Թայվան այցելությունից անմիջապես հետո։ Եվ նաև Ուկրաինա էր այցելել։ Այսինքն ինքը այս 3 կետերով մատնանշում էր այն կարևորագույն Եվրասիայում կետերը, որոնք Միացյալ Նահանգների համար ունեն ռազմավարական նշանակություն։ Հիմա եթե դուք նայեք Վենսի այցելությունները, կնկատեք, որ ինքը Եվրազիայում այցելել է Հնդկաստան, այցելել է Փարիզում արհեստական բանականության նվիրված կոնֆերանսը, էլի աղմկահարույց, Գերմանիա է այցելել եւ Հայաստան։ Ուրեմն Հայաստան եւ Ադրբեջան։ Հիմա այս արդյոք սա նորից չի խոսում այն կարևորության մասին, որը տարածաշրջանը, այդ թվում Հայաստանը ունի Միացյալ Նահանգների էլիտայի համար, խորքային էլիտայի համար, անկախ իրենց կուսակցական կարևորությունից։ Եվ սա կապված է Չինաստանի հետ անկասկած, որտեղ Չինաստանի հետ այսպես ասած մրցակցությունը նոր փուլ է մտել
եւ դա կապված է նաեւ այս արհեստական բանականության շռնդալից զարգացման հետ, որը շատ արագ փոփոխում է ամբողջ տնտեսակարգը եւ քաղաքական եւ ռազմավարական ամեն ինչի վրա ազդեցություն է ունենալու եւ տեսեք, որ այդ պարագաներում Հայաստանին Ամերիկան առաջարկել է ստեղծել արհեստական բանականության գործարան, որը տարածաշրջանում միակն է։ Այսինքն, երբ որ ես ասում եմ տարածաշրջան, նկատում եմ հարավային Կովկաս եւ կենտրոնական Ասիա։ Եվ ավելին, հիմա էլ արդեն երկրորդ բանը ասացին, որ միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիր է Միացյալ Նահանգները առաջարկելու, որի մասին մենք լսել էինք փոքր միջուկային կայանների ձևով, հիմա դա արդեն սկսում է շատ ավելի ռեալ դառնալ։ Այս հանգամանքը եւ նաեւ այն ինչ որ Ադրբեջանին է առաջարկում, դա էլ նկատի ունենանք, տեսեք առաջարկում են ինչ որ բաճկոններ ռազմական եւ ինչ որ նավեր, որոնք նավակներ, որոնք պիտի Կասպից ծովում տեղադրվի։ Ուրեմն տեսեք, որ անհամեմատելի առաջարկներ են, այսինքն Հայաստանին Միացյալ Նահանգները այս պահին, այո, իրենք որոշակի մանևր են կատարում, որովհետեւ դեռ Իրանի խնդիրը բաց է, ինչ զարգացում կստանա, այստեղ սցենարներ են հնարավոր, մենք դրա մասին կարող ենք առանձին խոսել, բայց քանի դա դեռ չկա, Միացյալ Նահանգները այսօր հստակորեն ասում է, որ այս գոտին իր հետաքրքրությունների մեջ է եւ ոչ մի թուրքական ծրագիր այստեղ չի կարող գերազանցություն ունենալ առանց իրենց որոշումների։ Ավելացնեմ, որ Վրաստանում, չնայած ինքը Վենսը չի մեկնելու Վրաստան, բայց վերջի տարիների համար շատ զարմանալի զարգացում է տեղի ունենում Վրաստանի ուրեմն վարչապետը առաջարկել է վերսկսել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եւ այստեղ արդեն խոսում են այն մասին, որ Անակլիայի հայտնի նավահանգիստը, որը տրվել էր Սինգապուրա-չինական տնօրինության, խոսք է գնում նրա մասին, որը պետք է հետ վերցվի, որտեղ ամերիկացիները դրա հետ համաձայն չեն, եւ անգամ ռազմական բազայի մասին է խոսք գնում Վրաստանում։ Հիմա տեսեք, որ ես ուզում եմ ասել, Վենսի այցելությունը դա ամբողջ այս տարածաշրջանի կարևորության մասին է խոսում Ամերիկայի համար, իրենց գլոբալ ստրատեգիայում, որը կապված է Չինաստանի հետ։ Եվ իրենք այս խնդիրը մեր համար իհարկե դրական այսօր վիճակ է առաջացնում, որովհետև մենք վտանգված էինք Սյունիքում թուրքական հարձակումով, թուրքա-ադրբեջանական հարձակումով, եւ դրա մասին ենք բացահայտ խոսում էինք, չէ՞, անցյալ տարի որ պիտի Գարնանը հարձակում լիներ։ Այս պահին դա չեզոքացվել է Միացյալ Նահանգներին, իհարկե մենք երաշխիքներ չունենք այսօր, եւ այդ երաշխիքները TRIP-ի համաձայնագրով չկան, այն ինչ որ դրա շուրջ ստորագրվել է, այդ համաձայնագրով չկա երաշխիք, բայց մենք ունենք ժամանակավոր, այսպես ասած, խաղաղություն։ Հիմա եթե խոսեինք այդ TRIP-ի մասին, նաեւ երկու խոսք ասեի, ես կարծում եմ, որ մեր խնդիրը, մեր դիվանագիտության խնդիրը, պետք է հայկական դիվանագիտության խնդիրը լիներ ստեղծել հայ-ամերիկյան կառավարական մարմին, որ պետք է կառավարեր այդ տարածքում։ Այդ դեպքում դա կլիներ այն ճիշտ լուծումը, որը երաշխիքներ կստեղծեր, որը ի վերջո պիտի հանգեցներ Հայաստանի որպես Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ գլխավոր դաշնակից դառնալուն, ի վերջո։ Բայց ցավոք սրտի դա մասնավոր ընկերությունների է հիմա հատկացվում եւ դա այդ կարծում եմ որ այստեղ է որ քննադատության պետք է արժանանա այդ համաձայնագիրը ոչ թե հայ-ամերիկյան կառավարման պատճառով որտեղ այսօր այդ հայ-ամերիկյան կառավարումը օգտակար է Հայաստանին որովհետեւ դա որոշակի զսպում է ախորժակները թուրքական ուրեմն Վենսի ամբողջ վերադառնալով ձեր հարցին Վենսի այս այցելությամբ իրենք եւս մեկ անգամ ընդգծում են այս տարածաշրջանի իրենց համար ունեցած ռազմավարական նշանակությունը ամբողջ Եվրազիայում եւ սա դրական զարգացում է Այստեղ երկու հարց առաջինը եթե սա ռազմավարություն է Միացյալ Նահանգների ապա ինչու եմ ես հաշտում որտեղ կան վերլուծաբաններ կան մեկնաբաններ որոնք հենց այսպես են դիտարկում տարբերակ առաջին դեռևս 2020 թվականից սկսած պատերազմից
Սա այս նույն ռազմավարության եւ 2020 պատերազմը մենք խոսում ենք սա Ռուսաստանի ծրագիրն էր եւ Ռուսաստանին էր պետք այս Սյունիքի անցումը ճանապարհը նաեւ Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ էր մտնում 2020 թվականի պատերազմը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված եւ Արցախի հետ կապված եւ այո նորից այդ նույն Սյունիքի ճանապարհը հիմա բայց Միացյալ Նահանգների մասնակցությամբ շահագործվող բացարձակապես տարբեր հայցակետեր Սա կարևոր է որովհետեւ սրա մասին շատ են խոսում Այո դրանք տեսեք Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինայի հետ պատերազմին եւ ինքը շատ լավ գիտակցում էր որ Եվրոպան փակվելու է եւ իրենց համար այլ ճանապարհներ են պետք դեպի մեր միջերկրական ծով եւ Թուրքիան իրենց համար ստանում էր շատ ավելի կարևոր նշանակություն քան երբևէ եւ իրեն Թուրքիայի նեյտրալությունը եւ ճանապարհ էր պետք դեպի Թուրքիա եւ այդ ճանապարհը դրա համար իրենց այդ Լավրովյան ծրագրով իրանք փաստորեն ճանապարհ էին բացում եւ այդ համաձայնագիրը ինչ որ եղավ նոյեմբերի 9-ի այդ նպատակն էր հետապնդում որ ռուսները փաստորեն իրենց ճանապարհը կապահովեն Եվ դրա համար իրենք հանձնեցին եւ Ռուսաստանի ռազմավարությունը Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության գոտում դա հստակ էր եթե հիշում եք այն ժամանակ էլի Տրամպի օրոք էր եթե չեմ հիշում եթե չեմ սխալվում որ առաջարկվեց սկանդինավյան խաղաղապահներ բերելու առաջարկ էր որը մերժեց Նիկոլ Փաշինյանը ասելով որ բանը ռուսերեն խոսել գիտեն հայերը դրա համար ավելի լավ է ռուսները գան այդտեղ Հիշում եք դա Այսինքն այն ժամանակ մերժվեց այն ծրագիրը, որը առաջարկվել էր սկանդինավյան խաղաղապահների։ Հիմա պատերազմը եւ Թրամփի ուղին Միացյալ Նահանգների ռազմավարության Դրանից հետո Ռուսաստանը նահանջել է ոչ միայն Անդրկովկասից, հարավային Կովկասից, այլև Սիրիայից է փաստորեն նահանջել։ Այսինքն Ռուսաստանը գնալով խրվել է ուկրաինական այդ ճահճի մեջ Եվ բնականաբար հիմա Միացյալ Նահանգները արդեն ավելի ակտիվ կարողանում է տարածաշրջան մտնել։ Այսինքն Թրամփի ուղին ոչ թե 2020 թվականից է սկսվում, այլ ստեղծված իրավիճակում լավ օգտագործել պահը նշանակում է Միացյալ Նահանգների կողմից արտադրյալ երկրորդը վակուումը առաջացել էր, այդ վակուումը թուրքերը մտադիր էին լցնել իրենց թուրանական այդ ծրագրով Բայց բնականաբար տեղեկացություններ առաջացավ Աբրահամյան ծրագրի հետ, դրա համար սկսվեց Գազայի պատերազմը եւ լարվեց Իսրայելա-թուրքական հարաբերությունները, հետո Թրամփի ծրագրի գլխավոր ճարտարապետները եղավ Ռաբի Լայթհաուսը, որը թռավ Երևան եւ Բաքու եւ համաձայնության հանգեցրեց, որպեսզի այդ պայմանագիրը կնքվի Ամերիկայում։ Այստեղ հստակ երևում է իսրայելա-ամերիկյան եւ թուրքական շահերի բախում, որի մասին շատ չի խոսվում բայց Աբրահամյան ծրագրի մասին բարձրաձայնված արդեն Աբրահամյան ծրագրի համաձայնագիր 2.0 տարբերակով ոչ թե առաջի այլ երկրորդ որտեղ արդեն կենտրոնական Ասիայի երկրները նույնպես պիտի ներգրավեն եւ նաեւ Իրանին է առաջարկել Թրամփը իհարկե ռեժիմի փոփոխությունից հետո եւ այդտեղ տեսնում ենք որ կա լուրջ հակասություններ ամերիկա-իսրայելական եւ թուրքական կողմի միջեւ սրանք այս հնարավորությունը Ինչպես որ այդ հեքիաթի մեջ կա, չէ, որ չարի վերջում երկու ուժերի արանքում փրկվում է կկոն, չէ, այդ խնդիրը մենք կկվի վիճակում էինք հայտնվել մեր պատերազմից հետո 20 թվականի։ Լրիվ կկվի վիճակ էր, սուբյեկտություն զուրկ, որին ով ասես, ինչ ասես կարող է թելադրի, բայց այստեղ կարևոր ուժերի հակասություն կա, այդ հակասության մեջ հնարավորություն է առաջանում, որ նորից Հայաստանը կարողանա սուբյեկտայնության ինչ-որ երանգներ ստանալ եւ կամած հատկապես իրանյան զարգացումներից հետո, որից հետո մենք կարող ենք ենթադրել, որ Հնդկաստանից դեպի Սևծով անցնող փաստորեն գլխավոր ճանապարհը արդեն անցնելու է Նախճեվանով, Հայաստանով եւ դեպի Վրաստանի նավահանգիստները։ Եվ երկրորդ հարցը էլի տեսակետներ են տարբեր Փաշինյանի կառավարության շնորհիվ է որ մենք ունեցանք այսպիսի հնարավորություն Թրամփի ուղի եւ Միացյալ Նահանգների հենց նույն Ջեյ Վենսի այցը եւ հետաքրքրությունը տարածաշրջանով բայց Հայաստանով սա Փաշինյանի կառավարության շնորհիվ է երկրորդը
դուք էլ ասացիք, սա Միացյալ Նահանգների ոչ այսօրվա, այլ վաղուցվա ռազմավարություն է եւ միևնույն է այսպես էր լինելու, քանի որ Միացյալ Նահանգները առաջ են տանում իրենց ռազմավարությունը, Փաշինյանը լիներ, թե լիներ մեկ ուրիշը, միևնույն է Միացյալ Նահանգները այս ճանապարհն էին ընտրելու եւ գալու էին հենց այս կետին այսօր այստեղ։ Այո, դա երկրորդ տարբերակի անկասկած, որովհետեւ այստեղ սուբյեկտայնության անգամ արտաքին դրսևորումները, որ մենք տեսնում ենք, չէ, ասենք, երբ որ հանդիպումներ են լինում Նիկոլ Փաշինյան, Ալիև, Տրամփ, չէ, այդ հանդիպումներում անգամ երևում է, որ ասենք Հայաստանը սուբյեկտայնություն չունի։ Անգամ անզեն աչքով է տեսնում, որ այդտեղ այն մանկամտությունը, որով ասենք Նիկոլը մասնակցում է այդ հանդիպումներին, իր շարժումները, եւ նաեւ Ալիևի շարժումները, հա, համեմատեք իրար, տեսեք, այդտեղ սուբյեկտով է, օբյեկտով է, երբ որ ասենք Ալիևին բան են անում, ասենք ինքը համաձայնվում է Ալիևի ասածների հետ, այսինքն որպես ածանցյալ կամ Հայաստանի նախագահը գնում է Դավոսում Ալիևին շնորհակալություն է հայտնում։ Այս ամեն ինչը սուբյեկտայնության բացակայության մասին է խոսում։ Մենք ուղղակի այսպես քամու բան փոթորիկի մեջ տաշեղի նման շարժվող մի հատ նավի մեջ ենք գտնվում, բայց բարեբախտաբար Աստված մեր հետ է։ Ես երեք մի հարցազրույց վարեցի, իմ հյուրս հետևյալ միտքը նա առաջ բերեց, արտահայտեց, նա ասեց դե Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ ունենալուն ալտերնատիվ Հայաստանը չունի, միանշանակ դա Միացյալ Նահանգների հետ պետք է կապի իր եւ անվտանգությունը եւ հետագա բոլոր ռազմավարությունը հիմնված լինի Միացյալ Նահանգների հետ, բայց նաև մեկ այլ միտք առաջ բերվեց, նա ասաց Հայաստանի Հանրապետությունը շատ այլընտրանք չունի, նա Թուրքիայի հետ պետք է, երևի Ադրբեջանը եւս, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պետք է մերձենա աշխատի, լինի դա կամ Միացյալ Նահանգների հետ, Թուրքիա, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ կամ առանց Միացյալ Նահանգների, դա միևնույն է, ուրիշ ճանապարհ Հայաստանը չունի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ է նրա վաղվա օրը։ Ուրեմն մենք խոսում ենք մեծ մերձավոր արևելքի մասին, ճիշտ է, Հայաստանը արդեն մտել է մեծ մերձավոր արևելք, ուրեմն մեր տրամաբանությունը, որը մենք պիտի գնահատենք, դա պետք է լինի նոր կոնֆիգուրացիաների առաջացումը մերձավոր արևելքում, չէ՞։ Եվ այդտեղ է, որ մենք տեսնում ենք, որ առաջանում են նոր դաշնակցային հարաբերություններ, նոր առանցքներ, ինչպես օրինակ Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Հնդկաստան, Իսրայել, Հունաստան, Կիպրոս առանցքը։ Եվ այս հակասությունը ակնհայտ է մերձավոր արևելքի նոր ճարտարապետության համար, սա լուրջ հակասություն է, որը տեսնում ենք Սիրիայում օրինակ քրդերի այս վերջին զիջումները, որ Սիրիայում տեղի ունեցան, նաև դիմադրությունը քրդերի, չէ՞։ Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ մենք ավելի մեծ շախմատային տախտակի մեջ ենք, քան Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունը։ Մեր կողքը մի հսկա կա, քնած հսկա է, դա Իրանն է։ Իրանը իր ռեսուրսներով, իր այսպես լոգիստիկ կարևորությամբ ամենակարևոր երկիրն է Եվրազիայում, որտեղ Չինաստանից Եվրոպա գնացող 3 ճանապարհներ կան ընդամենը, մեկը Ռուսաստանի վրայով, որը փակվեց Ուկրաինայում, մյուսը Կասպից ծովի վրայով Ադրբեջանով եւ Վրաստանով, երրորդն էլ Իրանն է։ 3-ից ավել չի։ Այդքան կարևոր է Իրանի լոգիստիկ կարևորությունը Եվրազիա, ամբողջ Եվրազիայում։ Հիմա երբ որ մարդիկ ասում են մենք այլ ճանապարհ չունենք, Թուրքիա եւ Թուրքիան իրենք կարծես Իրանը Հայաստանի սահմանակից երկիր չլինի եւ կարծես չնկատեն թե Իրանում ինչ է կատարվում վերջին մի քանի տարիները եւ ամբողջ մերձավոր արևելքում։ Իրանը 40 տարի է որ փակված վիճակում է հայտնվել։ Մինչեւ այդ շահի ժամանակ ինքը Իսրայելի դաշնակից երկիր էր, Միացյալ Նահանգների դաշնակից երկիր էր։ Ես չեմ ասում անպայման դաշնակից դառնա Իրանը, բայց ինքը դեպի արևմուտք բացվելու հսկա հնարավորություններ ունի։ Ռեսուրսների փակվի ըդմիշտ։ Ուրեմն, եթե մյուս սցենարը, որ կարող է լինի, դա քաոսի սցենարն է, որ Իրանում, ասենք, քաոս առաջանա, քաղաքացիական պատերազմի տեսքով, սեպարատիզմի տեսքով, ինչ որ առաջանան նոր պետություններ եւ այլ։
Գիտեք ինչ, Իրաքում Միացյալ Նահանգները արդեն տեսել է դա, թե այդ քաոսից ինչ է ծնվում։ Ընդ որում Իրաքը մի քանի անգամ ավելի փոքր երկիր էր, քան Իրանը, ճիշտ է։ Իրանի 90 միլիոն բնակչության մեջ այդ քաոսը ստեղծել, դա նշանակում է ամբողջ Մերձավոր Արևելքը քաոսի վերածել։ Եթե քաոսի ստրատեգիան է ընտրել Միացյալ Նահանգները, դա պիտի լինի կառավարելի քաոս, չէ՞։ Անկառավարելի քաոս ոչ ոք չի ուզում ստեղծել։ Կա այդպիսի ստրատեգիա կա, կոչվում է անկառավարելի քաոս, բայց դու կարող ես 90 միլիոնոց երկրի քաոսը կառավարել։ Ոչ։ Հենց դրա համար այն նրբությունը, որով պատերազմը կատարվեց 12 օրվա, հա, գետային հարվածներ, անհատական մարդկանց ընդամենը ոչնչացնել եւ այլն, դա խոսում է զգուշության մասին, որը Միացյալ Նահանգները մոտենում է Իրանում տարածքային ամբողջականությանը, թույլ չտալու համար, որ այդ երկիրը հանկարծ քաոսի վերածվի, որտեղ այդ քաոսը կառավարելի քաոս չի լինի։ Սա իհարկե իմ ենթադրությունն է եւ իմ ընկերների ենթադրությունն է, բայց դա ես չեմ կարծում, որ հիմքեր չունենք մենք այդպիսի ենթադրություն անելու։ Այո, քաոս ստեղծել Իրանում, այդ ամբողջ Եվրազիայում այդ քաոսը կտարածվի եւ հայտնի չի թե ոնց պիտի կառավարես, որտեղ պիտի կառավարես։ Հիմա ավելի հավանական է այն, որ Իրանը դուրս է գալիս այդ սանկցիաների ռեժիմից 40 տարվա, այնտեղ հավանաբար հեղաշրջման նման մի բան պիտի տեղի ունենա, որ արդեն այսօր իրական իշխանությունը Լարիջանի ձեռքում է հայտնվել, որը աշխարհիկ անձնավորություն է, չնայած կապեր ունի, եղբայրն էլ այաթոլլա է, բայց ինքը կարող է, այսպես կոպիտ ասեմ, Դեն Սյաոպինի դեր կատարել այդ երկրում։ Սա իհարկե լավագույն սցենարներից մեկը կարող է լինել նվազ ցնցումներով Իրանում փոփոխություններ անելու, բայց որ աշխարհիկ փոփոխություններ ավելի կրոնականից դեպի աշխարհիկ իշխանությունների անցում կպիտի կատարի այդ երկիրը արդեն ակնհայտ է, որտեղ տնտեսության առումով ահռելի վատ վիճակում է գտնվում, քաղաքական առումով հեղինակություն չունի, փաստորեն այսօրվա իշխանությունը փոփոխություններ պետք է լինեն Իրանում։ Ամբողջ հարցը թե ինչ ձևով պիտի լինի, արդյոք ռազմական որթևը պետք է վերցնի իշխանությունը, ասենք հեղափոխության պահապանները կվերցնեն, թե բանակը կվերցնի, այդ հարցերը դեռևս բարձ չի, ինչպես կդա, բայց այն որ պիտի մեծ փոփոխություններ լինեն եւ այդ փոփոխություններից հետո Իրանը պիտի բացվի դեպի արևմուտք եւ ռեսուրսների իմաստով արդեն իրենք բացահայտ այսօրվա ռեժիմը խոսում է արևմուտքի հետ այդ ռեսուրսները համատեղ մշակելու, օգտագործելու մասին, իսկ նոր իշխանությունը կամ նոր փոփոխություններից հետո շատ ավելի բաց պիտի լինի դա։ Լոգիստիկ իմաստով Հնդկաստանի այդ հայտնի նավահանգիստը, որը ամերիկացիները սանկցիաների չենթարկեցին, չէ, որը Չարբահարում ստեղծվել է։ Ինչի համար է ստեղծվել, որ այդ ամեն ինչը դեպի հյուսիս գնացող ճանապարհներին սպասարկի, չէ, որ գիտեք, այսօրվա աշխարհում բեռները, որոնք հիմնականում սպասարկում են ծովային ճանապարհներով, 80% ծովային ճանապարհում վերահսկում է Միացյալ Նահանգները։ Չինաստանը ձգտում է այդ ամբողջը ցամաքային ճանապարհներ ստեղծելու, որպեսզի դուրս գա այդ վերահսկողությունից։ Մինչև 2050 թիվը բեռնաշրջանառությունը պիտի մոտ 300%-ով ավելանա։ Պատկերացնում եք ինչ թվեր են։ Ծովային ճանապարհով չես կարող դա տեղափոխել։ Ուզած ցամաքայինով պիտի տեղափոխես։ Որտեղ Սուեզի, ասենք, միջանցքը այդքան տարողություն չունի եւ այլն։ Ուրեմն նոր, այսպես ասած, ցամաքային Սուեզի ջրանցքներ պիտի ստեղծվեն։ Դա մի ճանապարհը դա Հնդկաստանից Սաուդյան Արաբիայով պիտի գնար Իսրայել, գիտեք որ հիմա դա փաստորեն Թուրքիան դրա դեմ էր։ Թուրքիան ինքը ուզում է բացել դեպի Իրաք գնացող երկաթգիծ ստեղծել, Պարսից ծոց գնացող, բայց Թուրքիային Իսրայելը կթողի, Միացյալ Նահանգները կթույլ տան, ավելի ձեռնտու չի իրենց համար, իրանց կառավարման, իրանց վերահսկողության տակ ցամաքային ճանապարհը Իրանով, Հնդկաստանից եկող ճանապարհը դեպի Եվրոպա բերել եւ կառավարել հենց հարավային Կովկասով։ Ուստի այն ձևակերպումները, այն խոսույթը, որը շատ տարածված է, որ եթե դու գնում ես դեպի արևմուտք, եթե դու Միացյալ Նահանգների հետ ես, դա նշանակում է դու դեպի Թուրքիա ես գնում, դեպի Ադրբեջան ես գնում, քեզ այնտեղ են մղում, քանի որ Թուրքիայի հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման կողմնակից է արևմուտքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգները, դա շահարկում է իրավիճակին։ Դա ես կարծում եմ
այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, դա ժամանակավոր իրավիճակ է, Իրանի փոփոխություններից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու եւ այդ դեպքում TRIP-ի այդ ծրագիրը ավելի շատ Նախճեվանի վրա աշխատող ծրագիր է լինելու, որպեսզի Նախճեվանը բացվի դեպի Սևծով, քան թե հենց Մեղրի ծրագիր որպես, որտեղ դրանով Պարսից ծոցը կկապվի Հնդկաստանը կկապվի Եվրոպայի հետ, որը գիտեք, որ Միացյալ Նահանգների համար հիմնական դաշնակից դառնալու հեռանկարը ունի Չինաստանի դեմ։ Իսկ իրեն համար անհրաժեշտ է այդ ճանապարհների բացելը։ Աբրահամյան ծրագիրը եւ այդ համաձայնությունները պատահական չեն։ Դրանք մտածված ստրատեգիա են եւ դրա համար եմ ես ասում, որ Աբրահամյան ծրագրի նոր տարբերակում Թուրքիան չկա, իսկ Իրանը կա։ Շնորհակալ եմ, ուստի պետք է սպասենք տեսնենք եւ J.D. Vance-ի այցից հետո ինչ արդյունքներ են արձանագրելու եւ այնուամենայնիվ հույս ունենանք, որ Իրանում փոփոխություններ գուցեև լինեն, բայց ամեն ինչ լավ կլինի։ Ես կարծում եմ, որ 26 թվականը այդ իմաստով շատ կարևոր տարի է լինելու։ Ճակատագրական, ինչպես ասում են, հա։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենագիտներ, պարոն Գարեգին Չուքազյանի հետ ենք զրուցում, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ։ Զրուցում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։